նախարարի պարտականությունը կատարվեց 23 թվականի մայիսի 24-ի տիպ 42 որոշման ներկայացված միջնորդություն առանց քննության թողնելու կամ մերժելու կամ դրա հիման վրա քաղաքական վարույթի կարճելու մասին որոշում կայացնելու վերաբերյալ։ Օրինակը կտա կոնսուլտēt կայանում եք, օրինակը մի անգամից տվեք, ընթացքում նաև ծանոթանանք, եթե ունեք ելույթ օրինակը նախարարի ներկայացուցիչների դրա համար։ Հավասարապես նույնն են, երկուսն է գործելեցին։ Նույնն են, այո։ Ծանոթ հաստատենք հայտարարությունը ու նույնն է։ Եթե տարբերություն լինի, խնդրեմ ընդհատեք հայտարարությունը։ Այդ ընթացքում դուք խոսեք, ես ընթացքում կարծեմ, որ տարբերություններ նկատեմ, կարող եք մի բաներ խմբագրել, ես ես ընդհատեմ։ Դերից բաղկացած հաստատող ներկայացվեց, խնդրեմ բովանդակային արմար ժամանակի սովորությունը հաշվի առնելով նախագահի հորդորները, նախապատմությունը չեմ ընթերցի, անդրադառնալ միջնորդության հիմքին և հիմնավորումներին։ Այսպես, դատական օրենսգրքի 141-րդ հոդվածով համաձայն դատավորին քաղաքական պատասխանատվության ենթարկվում բարձրագույն դատական խորհուրդը։ Վարույթը պետք է իրականացվի կամ իրականացվի օրինականության դատական գործունեության չմիջամտելու, դատավորի և դատանի անկախությունը հարգելու, հեղինակությունը բարձր պահելու, կատարված քաղաքական խախտման համար նշանակություն ունեցող քաղաքական ուժի համաչափության, կամայականության ու խտրականության արգելքի սկզբունքների հիման վրա։ 144 հոդվածի առաջին մասի երկրորդ կետի համաձայն վարույթը կարող է հարուցվել դատավորի կողմից օրենքով սահմանված դատավորի վարքագծի կանոնները դիտավորության կամ կոպիտ ամբողջության խախտելու հիմքով։ Խախտումը վարույթ հարուցող մամի կողմից հայտնաբերելուց հետո եռամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան խախտումը կատարելուց 1 տարի հետո։ Բացառություն են կազմում 67 հոդվածի առաջին մասի 15-ից 16-րդ կետերը, դրանցով նախատեսված վարքագծի խախտումները։ 147-ի առաջին և երկրորդ մասերի համաձայն հարուցված քաղաքական վարույթի տևողությունը մինչև քաղաքական պատասխանատվության ենթարկելու մասի միջնորդության ԲՏԽ-ի դիմելը չի կարող 2 ամսից ավել լինել։ Նույն հոդվածի առաջին մասում նշված ժամկետը կարող է հարուցող վարույթի որոշմամբ դատավորի բացակայության պայմաններում, դա չգիտեմ, անաշխատունակություն, գործողում և այլն, ժամանակահատվածով կարող է երկարաձգվել։ Դատավորի բացակայության հիմքերի և ժամանակահատվածի վերաբերյալ տեղեկատվությունը վարույթ հարուցող մամլին տրամադրում է համապատասխան դատարանի նախագահը։ 150 հոդվածի առաջին և երկրորդ մասերի համաձայն պատասխանատվության ենթարկելու հարցը բացառային դատական խորհուրդը քննում է քաղաքական պատասխանատվության ենթարկելու մասի միջնորդությունը ստանալու պահից եռամսյա ժամկետում։ Բացառիկ դեպքերում դատարանի քաղաքական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության ժամկետը ԲՏԽ հիմնավորված որոշմամբ կարող է ոչ ավելի քան 3 ամսով երկարաձգվել, իսկ փորձաքննություն նշանակվելու դեպքում դրա կատարման անհրաժեշտ ժամանակահատվածով կամ ժամկետով։ 150 հոդվածի համաձայն ԲՏԽ մերժում է դատարանի պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը, եթե առկա է 146 հոդվածի 6-րդ մասով, 147 հոդվածի 6-րդ մասով սահմանված որևէ հիմք։ Վարույթը հարուցած մամլինը և երկրորդ կետի համաձայն վարույթը հարուցած մամլինը խախտել է դատավորի նկատմամբ քաղաքական վարույթի ընթացքի համար օրենքով սահմանված ժամկետները և դատավորը համաձայն է այդ հիմքով վարույթի կարճման։ Հաջորդը 2 կետը։ Օրենսգրքի 10-րդ հոդվածը արտացոլում է սահմանադրական սկզբունքն առ այն, որ բոլորը հավասար են օրենքի և դատարանի առջև։ Դատարանի կողմից արդարադատություն և որպես դատարան օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնել, իսկ խտրականությունը կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնության պատկանելությունից, գույքան վիճակից, ծննդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական այլ սոցիալական բնույթի հանգամանքներից արգելվում է։ Յուրաքանչյուր ոգի գործի քննության ժամանակ որպես իրավական փաստարկ իրավունքի վկայակոչելու ներկայացման փաստերով այդ գործով Հայաստանի Հանրապետության դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտում առկա օրենքի այլ նորմատիվ իրավական ակտի մեկնաբանությունը դատարանը անդրադառնում է իրավական փաստարկերին։ Այս համարտական կարգավորման համատեքստում վկայակոչվում է ԲՏԽ
2022 թվականի նոյեմբերի 3-ի թիվ ԲԴԽ 80 ԲԿ-21 որոշումը հղումը տրված է, կարող են մասնապես նախարարության ներկայացնել, եթե ծանոթ չեն, ծանոթանալ համապատասխան հղումի ինչպես նշեց, տրված է էլեկտրոնային տարբերակներ կարող եք ուղարկել։ Այսպիսով, ԲՏԽ-ն անտարակուսելիորեն և հստակ արտահայտել է նշված որոշմամբ հետևյալ իրավական դիրքորոշումը։ Ուղղակի մեջբերում որոշումից։ Խորհուրդն արձանագրում է, որ վեր նշված իրավանորմը ժամկետին վերաբերող հանդիսանում է բացարձակ որոշակի իրավանորմ ու կամայական կամ հայացողական փոփոխության ենթակա չէ։ Եթե օրենքով սահմանված են հստակ ժամկետներ, ապա դրանց պահպանումը բխում է օրինականության սկզբունքից և յուրաքանչյուր դեպքում օրենքով սահմանված ժամկետների վերաբերող պայմանները կրում են իմպերատիվ բնույթ։ Ուստի օրենքով սահմանված եռացիա ժամկետի վերջում ակնկալվում է ունենալ արդեն ավարտված իրավական հետևանք։ Հաջորդ մեջբերումը վերոնշյալ իրավական կարգավորումների համատեքստում անվիճելի է, որ դատավորի կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը խորհրդի կողմից պետք է քննվի և լուծվի եռամսյա ժամկետում, և միայն բացառիկ կամ օրենքով սահմանված այլ դեպքերում այդ ժամկետը կարող է երկարաձգվել։ Տվյալ եռամսյա ժամկետի նախատեսումը ինքնանպատակ չէ։ Դատավորի կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության ժամկետներ նախատեսելով և գործը քննող մարմնին այդ ժամկետներով սահմանափակելով, օրենսդիրը հետապնդում է իրավաչափ նպատակ։ Այն է հնարավորությունը ձեռել որոշակի ժամկետներում քննել և լուծել հարցը, ապահովելով դատավորի համար գործի ողջամիտ ժամկետում քննությունը։ Հիմա հարց է առաջանում, ողջամիտ հարց, թե արդյոք օրենքով են սահմանված են հստակ ժամկետներ տվյալ իրադրությունում, թե չէ։ Մենք գտնում ենք, որ ժամկետներ սահմանված են, բացառապես վերը հիշատակված իմ կողմից արդեն իսկ ընթերցված կարգավորումներում ու այդ ժամկետները վաղուց լրացել են։ Այլ պարզաբանում առնվազն մենք մինչ այս պահը հաստատապես չենք ստացել։ Այդուհանդերձ հարկ է նաև փաստել անդրադառնալ ԲՏԽ մոտեցմանը, որը կիրառվել է Արտուր Ստեփանյանի գործով մեջբերվում է 33-րդ էջից։ ԲՏԽ-ն արձանագրել է. անդրադառնալով միջնորդությանը Ստեփանյանի կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ օրենքով սահմանված ժամկետների լրացած լինելու հիմքով առանց քննության թողնելու կամ մերժելու կամ դրա հիման վրա կարգապահական վարույթը կարճելու մասին միջնորդությանը, խորհուրդն այն անհիմն է համարում և գտնում է, որ ենթակա է մեղման։ Քանի որ Ստեփանյանի կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին խորհրդի համապատասխան որոշման նոր հանգամանքի հայտ գալով պայմանավորված վերանայման հիմքը ծագել է օրենքով սահմանված ժամկետների պահպանման ընդունված խորհրդի համապատասխան որոշման կիրառված նորմի սահմանադրական դատարանի 25 թվականի ապրիլի 22-ին կայացված որոշմամբ սահմանության մի շարք հոդվածներին հակասող ճանաչելու արդյունքում։ Ու միաժամանակ հարկ է նշել, խորհրդի արձանագրումն եմ շարունակում, որ գործի վերաբերյալ նոր հանգամանքի ի հայտ գալը ի թիվս այլնի օբյեկտիվորեն պայմանավորված է ժամանակային գործոնով և նոր Երևան եկած կամ նոր հանգամանքներում վերանայման միջնորդություն կարող է բերվել օրենսգրքի 157 հոդվածի 2-3 մասերով սահմանված հիմքերի ի հայտ գալու պահից 3 ամսվա ընթացքում։ Հակառակ պարագայում նոր հանգամանքի հիմքով գործի վերանայման ինստիտուտը ժամկետը լրանալու հիմքով պայմանավորված կվերածվի ինքնանպատակ գործընթացի և օբյեկտիվորեն կբացառի նոր հանգամանքի ազդեցության գնահատման հնարավորությունը, ուղղակիորեն հակասելով սահմանադրական դատարանի 25 թվականի հուլիսի 29-ին վերաբերյալ կայացված որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշմանը։ Այսպես, այս պատճառաբանությունը, թե վերանայման հիմքը ծագել է նախկին որոշման սահմանադրությանը մի շարք հոդվածներին հակասող ճանաչելու արդյունքում և ԲՏԽ ժամկետների պահպանմամբ է նախաձեռնել վերանայման վարույթը, թերևս չի վիճարկում։ Սակայն արձանագրենք, որ թե այն, ոչ էլ այս դեպքում վերանայման վարույթը ավարտված է։ Կայացվել էր, այս գործով էլ կայացվել էր համապատասխան 25 թվականի դեկտեմբերի 12-ի որոշումը։ Ինչ վերաբերում է հաջորդ դատողությանը, թե միաժամանակ հարկ է նշել, որ որևէ գործի վերաբերյալ նոր հանգամանքի հայտ գալի թիվս այն օբյեկտիվորեն պայմանավորված է ժամանակային գործոնով, ապա պետք է փաստել, որ դա թերևս կարող է ընդհանրական առումով լինել ճշմարիտ դատողություն։ Սակայն այս դեպքում շրջանցվում է շատ մեկ կարևոր հանգամանք։ Այն է, օբյեկտիվորեն ժամանակային գործոնի պայմանավորվածությունը,
ու կամ դրա առաջացումը պետք է լինի օրենքով, այլ ոչ թե հիմնված լինի զուտ տրամաբանության վրա։ Ու դրա բացական հետևանքները չի կարող դրվել որևէ դիմողի, դատավորի կամ կողմի վրա։ Հաջորդը, այն թե նոր Երևան եկած կամ նոր հանգամանքներով վերականգնման միջնորդությունը կարող է բերվել օրենսգրքի 157 հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերի ի հայտ գալու պահից 3 ամսվա ընթացքում, դա բնականաբար օրենքով սահմանված ժամկետ է, սակայն դրանից ամենևին չի բխում, թե հակառակ պարագայում նոր հանգամանքի հիմքով գործի վերանայման ինստիտուտը ժամկետի դրանալու հիմքով պայմանավորված կվերածվի իբր ինքնանպատակ գործընթացի և օբյեկտիվորեն կբացառի նոր հանգամանքի ազդեցության գնահատման հնարավորությունը, ուղղակիորեն հակասելով սահմանադրական դատարանի էլի ինչպես նշվեց ՍԴ 1791 որոշմամբ արտահայտված դիրքորոշմանը։ Պատճառը հետևյալն է. այս հարցը կարգավորված է մասնավորապես 157 հոդվածի 8-9 մասերով, ըստ որի ԲԴԽ-ն վերացնում է իր որոշումը և կայացնում է նոր որոշում, ու եթե ԲԴԽ-ն նոր Երևան կամ նոր հանգամանքներով վերացնում է որպես կարգապահական պատասխանատվության դատավորի լիազորությունների դադարեցնելու մասին որոշումը, ապա որոշում է կայացնում դատավորին իր նախկինում զբաղեցրած պաշտոնում վերականգնելու մասին։ Օրինակ, տեսեք, ոնց է դատավորը զգանում։ Պարոն դատավոր Մելքումյանի մասով որոշումը։ Կանքի նայեք, ձեր կայացած որոշումը։ Մի նկատի ունեմ բարձրագույն դատական խորհրդի։ Հավանվեցի, որտեղ խորհրդի կողմից կայացված որոշումն է, բայց երբ որ ասում ենք Մելքումյանի գործը, Մելքումյանի գործով բովանդակությունը ուրիշ է, եթե ինչ-որ բանի մասին խոսում ենք, պետք է մանրամասն խոսենք։ Չեմ ցանկանում։ Ինձ մի ընդհատ է, եթե չեք ցանկանում, ուրեմն ել ցիտեք, որտեղ երբ որ ցիտում եք ու դրանից հետո դրա մանրամասները չի ներկայացում, դա պարզություն է ստեղծում, որ բացարձակապես նույն իրավիճակի մասին են խոսում, բայց այնտեղ դեռ ուրիշ վիճակ է եղել, այստեղ դեռ ուրիշ վիճակ է, ամենայն դեպս իմ դերնահատական տարբեր են իրավիճակները, գուցե բաներ կան, որ նույնանում են իրավիճակներ կամ նույնանում են, բայց այնտեղ նաև իրավիճակ է, որ տարբերում են, նյութական նորմի մասն է, խոսքը արտասահմանադրական ճանաչվելու եւ այլն եւ այլն։ Սա էս մասը, եթե ես ճիշտ եմ հասկացել, թե ում կամ որ գործի մասին է խոսքը։ Այո, եթե թույլտակ շարունակեմ, ես ձեզ խնդրում եմ ձեր գնահատականները որոշման մեջ զետեղել, իմ փաստարկումը չընդհատել, ճիշտ եք ասում, բայց ընդհանրապես արձագանքելով ասեմ, որ հա, մեկ է նյութական խախտման մասն է խոսքը, բայց համանման իրավիճակը սահմանադրական որոշման Սահմանադրական դատարանի որոշումից հետո ԲՏԽ-ն կայացրել է մեկ որոշումով վերանայելու և հասկացա, խնդրում եք ասում եք, որ իմ դիրքորոշումները որոշման մեջ զետեղեմ, այսինքն դուք ուզում եք ինչ-որ բան խոսեք, դրա պատասխան չստանաք, այդ պատասխանը որոշումով ստանաք։ Դե ես հիմա փաստարկում եմ։ Ինչ-որ բան վիրավորական ակտ։ Դուք ընդհատում եք։ Չէ, վիրավորական բան առհասարակ չկա, ես փաստարկում եմ, դուք ընդհատում եք։ Թեև ինձ այս ֆորմատը ավելի հաճելի է կամ ավելի ընդունելի է իմ համար, որ ընթացքում նաև քննարկում անենք։ Բայց քանի որ փաստարկում եմ, դուք գնահատական եք տալի փաստարկման։ Ես գնահատական չեմ տալի, նույն փաստարկն եմ ներկայացնում։ Ես էլ եմ փաստարկում, որ դուք ասում եք նույնանման իրավիճակում ես ինչի վերաբերյալ գործով, ես էլ ասում եմ նույնանման իրավիճակ չի։ Իսկ Մարտիրոսյանի վերաբերյալ գործը նույնանման է, պարոն Աթաբեկյան։ Չեմ անում Մարտիրոսյանի գործը։ Բայց վկայակոչեցի։ Վկայակոչեցի, որ ԲՏԽ-ն ասել ժամկետներ իմպերատիվ են, դրանք չպահպանելը հանգեցնում է կամայականության։ Այսինքն դրան էլ չեք ուզում անդրադարձել են։ Արդեն անդրադարձել են։ Ինձ համար Ու նաև մեկ դիտարկում անեմ, դատավոր թե Մարտիրոսյանը, թե Մելքումյանի կողմից շատ հարված գործընկերներ են, նրանց ակտերը վկայակոչում եմ, ես ոչ թե ուզում ասեմ, նրանց նկատմամբ ԲՏԽ-ն գտնվել է բարեհաճ կամ, չգիտեմ, արտոնյալ կարգավիճակ են ունեցել, հակառակը։ Ես ասում նրանց նկատմամբ օբյեկտիվ է գնահատական եղել եւ պահանջում են ոչ խտրական վերաբերմունք իմ նկատմամբ։ Այս տրամաբանությամբ եմ ուզում նշել ուղղակի։ Ձեր դիմի նախաբանում ենք լսել ենք, հենց դուք դրա մասին եք խոսում եք, որ նույնանման փաստական հանգամանքներով դատական ակտերը վկայակոչելու մենք այդքան հասկացել։ Հիմա շարունակենք։ Շարունակում եք։ Այո, շարունակենք։ Մինչդեռ ԲՏԽ-ն իր որոշումները վերացնելուց հետո նոր որոշում չի կայացրել, դատարանը չի վերականգնել, սակայն քննություն է իրականացնում։ Ավելի սահմանադրական դատարանը ԲՏԽ-ի օրենքին տրված մեկնաբանություններն ու իրավակիրառ պրակտիկան
Սահմանադրությանը հակասող ճանաչելով բնավ չի անդրադարձել ժամկետների հարցին կամ ԲՏԽ-ի չի շնորհել նոր ընթացակարգ կամ ժամկետներ առավել ևս, որոնք նախատեսված չեն օրենքով։ Ընդ որում, ԲՏԽ անդամ Երանուհի Թումանյանցի 26 թվականի հունվարի 16-ի դատական նիստում արված արձանագրումը, որը հղում էր կատարում դիմողի վերաբերյալ վերջին որոշման 35-րդ կետում արձանագրածին, որն էր իր հերթին պարունակում է հղում ՍԴ Սահմանադրական դատանի 2013 թվականի սեպտեմբերի 18-ի ՍԴՕ 1114 որոշմանը, վերաբերում է օրինակ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կարգավորումներին, երաշտյան դատական համակարգի առկայությամբ կարգավորումներին ու որևէ կերպ չի կարող չեզոքացնել դատական օրենսգրքի կարգավորումները։ Իզուր չէ նշել, որ ԲՏԽ-ն արդեն երկրորդ անգամ է փորձ կատարում ճակերտներում ծաղկաքաղանել ՍԴ որոշումների արձանագրածները, դրանցից դուրս բերելով առանձին բառեր։ Վերջին անգամ 24 թվականին ՍԴՕ 1729 որոշման 3-րդ կետից վերցվել էր, ուղղակի մեջբերում։ Խորհրդի կողմից կիրառված սանկցիայի ազդեցությամբ դատական նիստերի դահլիճում վարույթի մասնակցելու անհնարինության պայմաններում դիմողն ի վիճակի չի եղել ներկայացնել իր դիրքորոշումները նույնիսկ գրավոր կերպով։ Սա սահմանադրական դատանի որոշման արձանագրությունն է, նախադասությունն է, բայց ստեղից խորհուրդը ենթադրել է, թե ՍԴ-ն ԲՏԽ-ին առաջարկում է գրավոր կերպով դիրքորոշում ներկայացնելու հնարավորություն ընձեռել բացառապես։ Եվ որ ասում նույնիսկ գրավոր, ԲՏԽ-ն ասել է, թե պետք է ուղղակի գրավոր առաջարկել կողմին։ Այսինքն նույնիսկ գրավոր հնարավորություն չի տրվել, բայց ԲՏԽ-ն ասում է, չէ, ՍԴ-ն ասել է, որ գրավոր տաս բավարար է։ Ու այս նույն տրամաբանությամբ, այս նույն մեկնաբանությունն է շարունակվում։ Բայց մենք արդեն գործ ունենք պրոֆեսիոնալ կազմի կողմից, լավագույն դատավորների, լավագույն գիտնականների կողմից սահմանադրական դատարանի սահմանադրության սխալ կիրառման ու մեկնաբանման հետ, որը իրականացվում է դատավորի գործով։ Եվ սա ուշադրությունը հրավիրելու նաև նպատակ էր բարձրաձայնելը, որպեսզի երրորդ անգամ դա չարվի, որ սահմանադրական դատարանի որոշումները, սահմանադրությունը այլ կերպ չմեկնաբանվեն։ Հաջորդում, կամ շարունակում եմ, առնվազն, ինչպես նշեցի, ոչ թե օրենքի բացահայտել կամ հակասահմանադրական օրենքի պատճառով ԲՏԽ-ն խախտում է կատարել, այլ սխալ է մեկնաբանել ու կիրառել սահմանադրությունը, ինչը փաստվել է առնվազն ՍԴ որոշումներով։ Այսքանը միայն բավարար է փաստելու, որ ԲՏԽ-ն Արտուր Ստեփանյանի գործով ընդունած որոշումը, դիրքորոշումը չի կարող սույն միջնորդության համատեքստում դիտվել օրինական պատճառաբանություն այն մերժելու համար։ Ավելորդ չի նաև նշել, որ համանման իրավիճակում նմանատիպ դատողություններ իրեն թույլ է տվել նաև Ուկրաինայի կառավարությունը։ Սրանից երևի 15 տարի առաջ Օլեքսանդր Վոլկովն ընդդեմ Ուկրաինայի գործով մեջբերումը արված է։ Մասնավորապես այդ գործով դատավորը միեդում պնդել էր, որի նկատմամբ վարույթը պետք է ընթանար այն ընթացակարգով, որը պարունակում է կարգապահական պատասխանատվության կիրառման վավերության ժամկետներ, եւ այդ երաշխիքը չկիրառելը խաթարել է արդար դատաքննությունը 132-ից 133-րդ կետեր է դատավորի դիրքորոշումը։ Իսկ կառավարությունը, ոնց որ հիմա կամ ԲՏԽ, Ուկրաինան վիճակում էր այնտեղ բողոքը եւ փաստացի ասում էր հետեւյալը. դատավորի կարգավիճակը ենթադրում է պատասխանատվություն։ Իսկ երբման խախտումը ծանր խախտում է ուսումնի նման դեպքերում ժամանակային սահմանափակումներ, վաղեմության ժամկետներ կիրառելի չի։ Տես 134-րդ կետ։ Ինչ ասեց մի հետը կանդրադառնանք դրան հաջորդին այս դիրքորոշումների կապակցությամբ, հիմա հաջորդ կետին անդրադառնամ 2-3 կետը։ Վերադառնալով ելի ներպետական կարգավորումներին, ԲՏԽ-ն 22 թվականի նոյեմբերի 3-ին համապատասխան ԲՏԽ 80 ՎԿ գիծ 21 որոշմանը ու դրանում ամրագրված դիրքորոշումներին, ապա ուղղակի մեջբերմամբ պետք է ու կարելի անել հետևյալ դատողությունը։ Ժամկետային վերաբերող իրավանորմը հանդիսանում է բացարձակ որոշակի իրավանորմ, թե կամայական, թե հայացողական փոփոխության ենթակա չէ։ Ու քանի որ օրենքով հաստատ սահմանված են ժամկետներ, ապա դրանց պահպանումը բխում է օրինականության սկզբունքից եւ յուրաքանչյուր դեպքում օրենքով սահմանված ժամկետների վերաբերող պայմանները կրում են իմպերատիվ բնույթ։ Հակառակ մեկնաբանումն էլ չի բխում օրինականության սկզբունքից, այդտեղ
վրիպակ ունեմ գրավոր տեքստում, օրենքով ուղղակի նախատեսված եղանցյան ժամկետի վերջում ավարտված իրավական հետևանք չունենալու դեպքում վարույթը պետք է կարճվի, ինչպես արվել է այդ դատավորների դեպքում, բացառելով խտրական կամայական վերաբերմունքը։ 2.4 Հավելյալ պետք է նշել, որ ԲԴԽ այս մոտեցումը ամրագրված է նաև ավելի վաղ, ինչպես նշվեց այդ Օլեքսանդր Վոլխովն դեմ Ուկրաինայի գործում, որոնց փաստերը համանման են այս գործի հետ։ 137-րդ կետով ՄԻԵԴ Ներողություն եք մեծ ձեռքի տակ կային, մինչև 175-րդ կետը։ Շնորհակալություն։ Հարգելի խորհուրդ, ես սկսեմ, հետո ձեր թույլտվությամբ գործընկերը կշարունակի։ Ըստ էության, լսելով պարոն Հարությունյանի միջնորդության հիմքերի հիմնավորումները մի քանի կետով անդրադառնանք։ Նախ հարգելի խորհուրդ, հարգելի գործընկերներ, մենք ըստ էության վարքապահական վարույթ հարուցելու փուլը արդեն անցել ենք եւ հետեւաբար մենք կարողանում դրանց մասով ժամկետների մեջբերում եւ ժամկետների անդրադառնալ այլևս արդիական չէ եւ չի կարող անդրադառնալու վարույթի ճակատագրի վրա։ Մասնավորապես դատական օրենսգրքի 144-րդ հոդվածը, որը նախատեսում է վարույթ հարուցելու ժամկետները, այստեղ ֆիքսված են, նյութայրավական ասպես կոչված ժամկետները, որի շրջանակներում վարույթը կարող է հարուցվել լիազոր մարմնի կողմից եւ չմտնելով մանրամասների մեջ նշեմ, որ մենք այս ժամկետներում ժամանակին տեղավորվել ենք եւ ներկայացրել ենք բարձրագույն դատական կարգապահական վարույթ ենք հարուցել եւ ներկայացրել ենք միջնորդությունը բարձրագույն դատական խորհրդին։ Այսինքն մենք կարող ենք ասել, որ այս ժամկետները այդ փուլում պահպանված են եղել, այդ փուլը մենք արդեն անցել ենք, միջնորդություն է ներկայացվել բարձրագույն դատական խորհուրդ եւ հիմա որ կարող ենք ինչ որ չափով խոսել, մեր կարծիքով դա խոսքը դատավարական ժամկետների մասին կարող խոսք գնալ, այլ ոչ թե նյութայրավական, որի մասին ես նշեցի։ Այլապես մեր կարծիքով իմաստազուրկ է դառնում բարձրագույն դատական օրենսգրքի այն կարգավորումները, ըստ որի եթե ի հայտ են գալիս նոր Երևան եկած եւ նոր հանգամանքներ, ապա ուրեմն այդ հիմքերով վերանայման միջնորդություն կարող է բերվել 3 ամսվա ընթացքում, բայց ոչ ուշ քան 20 տարի, այսինքն դատական օրենսգիրքը սահմանել է բարձրագույն դատական խորհրդի որոշումների ուժի մեջ մտնելուց հետո 20 տարվա ժամկետ նոր հանգամանքով կամ նոր Երևան եկած հանգամանքով որոշումների վերանայման համար եւ եթե առաջնորդվենք պարոն Հարությունյանի ներկայացրած դիրքորոշման, ստացվում է, որ երբևէ այս նորմը չի կարող կիրառվել, որովհետեւ ակնհայտ է, որ այդ ժամկետները անցնելու են նոր հանգամանքի կամ նոր Երևան եկած հանգամանքների ի հայտ գալու, մինչև այդ հանգամանքների ի հայտ գալը։ Եթե օրենսդիրի նման ժամկետ է սահմանել, ապա տրամադրին ենթադրել է, որ այն բոլոր ժամկետները, որոնք կարող են առերևույթ կամ ֆորմալ առումով պահպանված չլինեին այդքան տարի հետո, դրանք պետք է հաշվի չառնվեն։ Այլապես նման մեկնաբանման պարագայում ստացվում է, որ լիազոր մարմինը մշտապես զրկված է լինելու իր գործը ներկայացնելու իրավունքից, եթե դատավորը դիմի նոր հանգամանքով կամ նոր Երևան եկած հանգամանքով վերանայման համար, որովհետև տվյալ դեպքում միշտ կարող է դատավորը հղում կատարել ժամկետների ֆորմալ չպահպանմանը եւ դրա արդյունքում օրինակ ըստ դատավորի մեկնաբանման պետք է գործի վարույթը կարճվի եւ դրանով զրկելով լիազոր մարմնին իր գործը, իր միջնորդությունը ներկայացնելու իրավունքից։ Մյուս հանգամանքը, որի մասին կուզեի նշել, դա այն է, որ ամեն դեպքում բարձրագույն դատական խորհրդի որոշումը Արտուր Ստեփանյանի վերաբերյալ վերջնական է եւ նրա հիմնավորվածության ու օրինականության կանխավարկածն է գործում, որպես դատարան ընդունված որոշում է, ընդ որում 1 ամիս է անցել կամ քիչ ավել այդ որոշումից, այնպես չէ, որ մեր կարծիքով, որ իրավունքի զարգացման խնդիր կա եւ մեր կարծիքով բարձրագույն դատական խորհուրդը ըստ էության այդ որոշման մեջբերված դիրքորոշումներից
շեղվելու կամ այլ դիրքորոշում արտահայտելու մեր կարծիքով օբյեկտիվ հանգամանքներ չկա, որովհետև ըստ էության հանգամանքները նույնն են երկու գործողեր այդ ժամկետների պահպանման առումով։ Իսկ այն հարցին, թե ինչքան ժամանակում պետք է քննի բարձրագույն դատական խորհուրդը այս գործը, մեր պատկերացումը այն է, որ դեկտեմբերի 12-ին, երբ բարձրագույն դատական խորհուրդը ընդունել է որոշումները վերանայելու վերաբերյալի քննարկելու մասին որոշումը եւ դրանցով ներողություն վերացրել է նախկին որոշումը եւ նոր որոշման կայացման համար դատական նիստ է նշանակվել, սա է ըստ էության մեր պատկերացման միջնորդության քննության սկիզբը եւ այս վարույթի սկիզբը եւ այդ պահից էլ բարձրագույն դատական խորհուրդը ընդունելով դատական օրենսգրքի 150-րդ հոդվածի առաջին մասը ունի երամսյա ժամկետ այս գործը քննելու համար։ Եվ եթե նաև պարոն Հարությունյանի դիրքորոշման առաջնորդվենք, ստացվի, որ օրինակ եթե փորձեմ անալոգիա անել, եթե այլ դատարաններում օրինակ նոր հանգամանքով վերանայման գործ է քննվում, այնպես չէ, որ կողմը նոր հայցադիմ է ներկայացնում կամ այնպես չէ, որ կողմը ստիպված է պահպանել հայցային վարության ժամկետները, որոնք արդեն անցել են, սա զուտ որպես համեմատություն, որ տվյալ դեպքում նոր հանգամանքով քննության ժամանակ այս ժամկետներին անդրադառնալու անհրաժեշտություն առկա չէ եւ գործընկերը շարունակի ձեռքբերությունը։ Արգելքորդ երկրորդելով գործընկերոջս կանդրադառնամ Ալեքսանդր Վոլկովն դեմ Ուկրաինայի գործի փաստական հանգամանքները արտահայտած իրավական դիրքորոշումներին սիմվոլիքի նկատմամբ կիրառելիության, եթե քննարկվող որոշման 133-րդ կետը նայենք, որտեղ որ ուղղակիորեն նշված է պահանջի կանոնի դրանքի ընդհանրյալ խախտումը Ալեքսանդր Վոլկովի կողմից բարձրացվել է միեդումի դիմումի քննության ընթացքում, տեսնում ենք, որ այնտեղ խոսքը գնում է առաջ լավանության ժամկետի մասին։ Անվիճելի է ընդհատվում է, որ առաջ լավանության ժամկետը ոչ թե դատավարական ինստիտուտ է, այլ նյութաիրավական ինստիտուտ է, այսինքն իրանից նյութական իրավունքի կոմպոնենտը հանդիսանում, ինչ վերաբերում է արդեն նյութական իրավունքի կողմից լավանության ժամկետների, առաջ լավանության ժամկետի պահպանվածությանը, գործընկերս արդեն անդրադարձավ խոսքը այստեղ երամսյա ժամկետի մասին, որը խոսքը գնում է արդեն դատավարական իրավունքի ժամկետների եւ երամսյա ժամկետում քննության մասին է խոսքը, հետեւաբար մեր հետևությունը այստեղ այն է, որ Ալեքսանդր Վոլկովն Ուկրաինայի գործի արտահայտած իրավական դիրքորոշումները բավականության ժամկետի մասով սույն վարույթի քննության ընթացքում կիրառելի չեն, որովհետեւ դրանք այստեղ ամբողջությամբ պահպանված են։ Ինչ վերաբերում է նաեւ համադրության եւ համեմատության քրեական դատավարության եւ սպանության համար սահմանված վարչության ժամկետի եւ այլն վերաբերյալ ուղղակի փոքր մեկնաբանություն մեր կողմից բնականաբար ցանկացած արարքի համար որևէ սահմանափակում վարչության ժամկետի պետք է լինի քրեական արդարադատության ոլորտը կարգավորող օրենսդրությունը այդ հարցը ամբողջությամբ կարգավորում է այն համատեքստում, որ օրինակ առաջտավանության ժամկետը ընդհատվում է անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու պահից, գործող օրենսդրության մասին է։ Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթները արգելքի խորհուրդ արդեն ունեցել բազմիցս նշելու in personam, այսինքն անձի դեմ ուղղված վարույթները որոշակի կարող են համադրություն անցկացնել, որ այն պահից սկսված, երբ որ դատավորի նկատմամբ հարուցվում է կարգապահական վարույթ, այդ պահից սկսած ունենք անձի դեմ տեղի ունեցող վարույթ։ Այսինքն այս տրամաբանության մեջ, այնպես ինչպես քրեական հետապնդում հարուցելու որոշմամբ առաջ վարության ժամկետը ընդհատվում է, այդ տրամաբանությամբ պատահականություն դատական օրենսգիրքը հենց վարույթ հարուցելով է պայմանավորում առաջ վարության ժամկետը, այսինքն կարգապահական վարույթ հարուցելու պահից այդ վարության ժամկետը ասվածը արդեն իսկ ընդհատվում է եւ այդ վարության ժամկետները պահպանված են։ Դատական օրենսգիրքի նորմերի համակարգային մեկնաբանությունը հենց թույլ է տալիս եզրակացնել, որ այն դեպքերում, երբ որ սահմանված է վարության ժամկետ, նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտման կամ վարչության կանոնի խախտման, այդ ժամկետը պայմանավորվում է հարուցվելու։ Այսինքն հենց այդ հոդվածը սկսվում է հենց հետևյալ կերպ, դատավորի նկատմամբ կարող է հարուցվել ու եթերներով պայմանները շարունակվում են։ Այսքան մարտի շնորհակալություն։ Շատ բարձր ես մենք շնորհակալություն, որ դե
Չէ, ոնց ճիշտ է ամեն։ Ինչ է ուզում ասել։ Նախորդը ներկայացնում կարճանացած։ Մենք անդրադարձում ենք անդրադառնալ արձագանքելու հարցում չենք։ Շատ